Դե ինչ, Նիկոլը դժեց հեղափոխության տված իր խոստումներից գուցե վերջինը, այն է երբեք չկեղծել ընտրությունները։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, ուզում եմ ձեր հետ կիսվել իմ մտքերով եւ որոշակի ամփոփումներ տալ։ Ինչ տեղի ունեցավ։ Կարճ ասած, Նիկոլը ընտրությունները կեղծեց։ Նիկոլը գողացավ հայ ժողովրդի քվեները։ Եվ դրանով հանդերձ այսօրվա օրով Նիկոլը ունի լեգիտիմության խնդիր, այսինքն չունի բավարար հավաքած այնքան ձայն, որով կարողանա սահմանադրական մեծամասնություն ձևավորել եւ սահմանադրության հետ կապված գործողություններ կատարել։ Բայց եկեք միած սկզբից գանք, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում։ Նախընտրական տեռոր, խայտառակ արտաքին միջամտություն դրսից այլ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ, ուժայինների ոչ adekvat պահվածք, ձերբակալություններ, կալանավորումներ, երկակի ստանդարտներով առաջնորդում, այսինքն այն ինչ կարելի էր իշխանության ներկայացուցիչներին, ոչ միայն կտրուկ արգելված էր փաստորեն ընդդիմությանը, այլ նաև նրանք դրա համար կալանավորվում ու ձերբակալվում էին։ Վերջի 1 տարվա ընթացքում մենք տեսել ենք այնպիսի էմոցիոնալ ֆոնի ձևավորում, որը միտված էր հայ ժողովրդի հոգևոր մշակութային ողնաշարը կոտրելուն, եկեղեցու հետ կապված դեպքերը, կալանավորված ու ձերբակալված սրբազանները, ընդդիմադիրների բազմաթիվ կալանավորված ու ձերբակալված ներկայացուցիչներ, մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում անում էր եւ այսպես ասած Հայաստանում դրել է վերջնականապես բռնատիրական ռեժիմ մտցնելու օրակարգ, ինչին քայլ-քայլ ինքը մոտենում է։ Ակնհայտ է, որ գիշերը նաև տեղի է ունեցել տեխնիկական կեղծում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այդ բոլորս ենք դրան ականատես եղել, որովհետև նման բան չի եղել ոչ միտեղ, ոչ մի պետությունում, Հայաստանում հատկապես։ Ամեն մի վատ բանի հետ մեկտեղ նման բան երբեք տեղի չէր ունեցել։ Մի խոսքով, Նիկոլը կեղծեց ընտրությունները։ Ընդդիմության հավաքած ձայները այս ամեն ինչում ավելին քան լավ ցուցանիշ է, շատ լավ ցուցանիշ է։ Ապրեն բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են ընտրատեղամասեր, ապրեն բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն եղել, որ իրենք պարտվեն վարչական ռեսուրսին։ Իսկ ակնհայտ է, որ ընտրություններում Նիկոլի նույնիսկ այս իր համար կատաստրոֆիկ թվերը նա կարողացել է գրանցել միայն ընտրությունները կեղծելով եւ միայն վարչական ռեսուրսի հաշվին։ Ընդդիմությունը իհարկե նման բաների հնարավորություն չի ունեցել։ Ըստ այդմ մենք պետք է նաև հասկանանք, թե հիմա ինչ է կատարվում։ Փաստ է, որ գոյություն ունի ճգնաժամ։ Փաստ է, որ գոյություն ունի ճգնաժամ թե հոգեբանական, թե իրավական, որովհետև Նիկոլ Փաշինյանը օգտագործելով իր բոլոր ռեսուրսները նկարել է այն, ինչ որ ուզեցել է ու ստացվել է ուղղակի այն, ինչ որ ստացվել է, որովհետև դրան հիմնականում ընդդիմացել են այն մարդիկ, ովքեր գնացել են ու ձայն են տվել ընդդիմությանը, ապրեք ժողովուրդ ջան։ Հիմա մի քանի խոսք ընդդիմության մասին։ Ինչ եղավ եւ ինչ է պետք անել։ Այո, ես հասկանում եմ, որ դուք անհավասար պայմաններում եք մասնակցել ընտրությունների։ Այո, ես ֆիքսում եմ, որ դուք շատ լավ ռեզուլտատ եք գրանցել նույնիսկ այդ պայմաններում։ Բայց հիմա գալիս է հարցը կանգնում է նրան մանդատները վերցնել թե չվերցնել։ Տեսեք, մենք մի անգամ արդեն տեսել ենք, երբ մանդատը վերցվում, ինչ է տեղի ունենում։ Եվ մի անգամ էլ 21 թվականին էլ, երբ մարդիկ գնում էին ու ընդդիմությանը ձայն են տալիս, ձայն չեն տալիս, որ իրենք գնան ու ընդդիմադիր պատգամավոր աշխատեն Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում։ Հիմա էլ մարդիկ եկել են ու ձեզ ձայն են տվել, որ դուք ոչ թե ընդդիմադիր պատգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն։ Դուք ձեր մանդատը ժողովրդից, ձայնը ժողովրդի ստացել եք, որպեսզի անեք իշխանափոխություն։ Եթե դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները։ Ոնց ուզում եք դա անվանեք՝ տեխնիկական, չտեխնիկական, նախընտրական, ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, ընտրությունների գիշերը, դրսից ուղղորդված եւ այլն, կապ չունի։ Մանդատ վերցնելով դուք լեգիտիմացնում եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ընդունում եք այս կեղծված ընտրությունների արդյունքները։ Վստահեցնում եմ ձեզ, մանդատ վերցնելու պարագայում շատ արագ մենք արդեն բազմաթիվ անգամներ դա տեսել ենք, դեժավյու չենք ուզում տեսնել։ Ձեր ֆրակցիաներից անպայման հայտնվելու են մարդիկ, ովքեր պարզվելու է, որ համաձայն չեն
օրինակ ձեր ուղու հետ եւ շատ արագ լրացնելու են ՔՊ-ին սատարողների շարքերը, շատ արագ հայտնվելու են այնպիսի քրեական գործեր, որոնք դրդելու են ձեզնից ոմանց նստել բանակցությունների սեղանին Փաշինյան Նիկոլի հետ։ Ես սա մեղադրելով չեմ ասում, ես ուղղակի պատմում եմ, թե ինչ է լինելու, որովհետև մենք այս ամեն ինչը արդեն տեսել ենք։ Դրա համար իմ որպես ձեզ ընտրած, ձեզ ամեն ինչով օգնած, ձեր կողքը կանգնած Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի հորդորում եմ ձեզ. մի վերցրեք ձեր մանդատները, ստեղծեք քաղաքական ճգնաժամ ու կտեսնեք ոնց են մարդիկ նորից կանգնում ձեր կողքը շատ ավելի շատ քանակով, քան եկել են ընտրատեղամասեր, որովհետև հիմա է ժամանակը ցույց տալու, որ դուք տեր եք այն մանդատին, որը ձեզ եկել է ընդդիմադիր էլեկտորատը տվել է, իսկ ձեզ մանդատը տվել են իշխանափոխություն անելու համար։ Ես իսկապես ձեզ շատ սիրում եմ ու գնահատում եմ ձեր արած աշխատանքը, հարգելի իմ ընկերներ, ձեր մեջ ես շատ ընկերներ ունեմ, բայց նորից նույն փոცხի վրա չկանգնեք։ Եթե գնացիք նորից նույն փոცხի վրա կանգնեցիք, դրանով վերջ եք դնելու նաև ձեր քաղաքական կենսագրությանը։